Տիկին Բաղդասարյան, դուք ինչպես հասկացանք ձեր հրապարակումից լինելու է Գյումրու ավականու նախընտրական ցուցակում, ինչպես է ձևավորվել ցուցակը, ովքեր են այնտեղ լինելու, բացի ձեր Սարիկից, որ լինելու է քաղաքապետի թեկնածուն, ովքեր են մյուսները։ Նախընտրական ցուցակում հարգելի Նարեկ լինելու է մեր Սարիկը եւ մեր քաղաքական թիմի անդամները։ Իդեպ քիչ առաջ ընտրական ցուցակը մուտքի արվել տարածքային ընտրական հանձնաժողով եւ ցուցակում ընդգրկված են քաղաքական թիմի անդամներ, ինչպես նաեւ Գյումրիում հայտնի մարդիկ, որոնք հարգանք եւ ճանաչում են վայելում։ Հեղինակություն վայելող մարդը, բայց կուզիք ցուցակ մտնի Տիկին Բաղդասարյան։ Ես եւ իմ գործընկերները դրա բառապացույցն ենք։ Տիկին Բաղդասարյան, դուք գրառում եք Facebook-ում, ակնարկելով Վարդան Ղուկասյանին, ոնց հասկացան, որ մենք բոլորս հիշում ենք, ինչ սպանություններ են եղել եւ այլն, բայց ձեր իշխանության ժամանակ ինչի հանցագործություն կատարած անձը ազատություն է վայելում, եթե այդքան հանցագործություններ է կատարել։ Իմ գրառման մեջ նշել է, որ գյումրեցիները հիշում են, թե ով որդվին ինչքան ինչ է թալանել, յուրացրել է եւ այդ ամենի մասով կան ապացույցներ եւ կան բազմաթիվ քրեական գործեր։ Այդ մասին ես խոսել եմ, եթե հիշեք, նաեւ երբ ազգային ժողովի падգամավոր էի, ազգային ժողովի ամբիոնից եմ խոսել, ոչ միայն Վարդան Ղուկասյանի մասով, այլ բոլոր այն պաշտոնյաների մասով, որոնք Գյումրիի քաղաքից ինչ որ ապօրինություններ են իրականացրել եւ հիմա բոլորի առումով այնինչ հայտարարել եմ ազգային ժողովի ամբիոնից, իդեպ կարող եմ այսօր հրապարակել այդ տեսանյութը, եթե չեմ սխալվում 19 թվին էր։ Այդ բոլոր գործերով այժմ քրեական վարույթներ կան, մասնավորապես Սևբերդի գործն է, մասնավորապես Գյումրու կենտրոնական զբոսայգու գործն է։ Այո, քրեական գործեր կան եւ վերջերս, եթե չեմ սխալվում, դատախազությունը նույնիսկ ընդհանուր հրապարակում էր արել, որտեղ նշված էր քանի գույք է այդ քրեական գործով անցնում, նաեւ ապօրինի գույքով, այսինքն այն ամենը, ինչի մասին ես ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ, այդ ամենը հիմա քրեական վարույթների տեղ է ստացել, որտեղ բնականաբար նաեւ падգամավորի այն ժամանակվա իմ կարգավիճակով падգամավորի հրապարակային հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին։ Որոշ գործերի մասերով նաև հետամուտ եմ եղել, երբ որ եղել եմ Շիրակի մարզպետ, անձամբ ուղարկելով գլխավոր դատախազություն։ Հակ չի օգտագործում քաղաքական այս կամ այն իրադարձությունները։ Եկեք ես ձեզ հակառակվեմ։ Բան ալինում առաջադրվում է։ Տեսեք, ճիշտ, եկեք հերթով։ Պարոն Ղուկասյան իր հարցազրույցներից մեկում ասեց, որ ես չէի ուզում քաղաքականություն մտնել, ինձ ստիպեցին, գործերս փորեցին, չեմ կարող ինչպես էքսպրեսիայով խոսել, բայց խնդրում եմ նկատեք, ինքը ասում է գործերը սկսեցին փորել, ճնշել, խեղդել, խլել եւ ես մտա քաղաքականություն։ Հիմա եկեք հասկանանք, քաղաքական որևէ հետապնդման տեղ տեսնում եք, ընդհակառակը մարդը, որպեսզի իր ունեցվածքը ենթադրաբար այդ չարաշահումները փորձի քողարկել, այդ ապօրինությունները փորձի ներկայացնել քաղաքական շղարշի ներքո, մտել է քաղաքականություն, որ վաղը մյուս օր եթե ինչ-որ քրեական գործերով անմեղության կանխավարկածը պահենք, եթե ինչ-որ ընթացք ունենան, ասեն թե քաղաքական հետապնդում էր։ Ես խնդրում եմ մի բան էլ հաշվի առնենք, այս պահի հայտարարությունները ես անում եմ որպես գյումրեցի եւ քաղաքացի, ոչ որպես վարչապետի խոսնակ, հետո չգնա աղմկոտ վերնագրեր, թե վարչապետի խոսնակը ցուցումներ է տալիս, ճնշում է եւ այլն։ Ես ասում եմ, փաստում եմ այն բոլոր տեքստերը, որոնք հնչել են եւ ներկայացվել են, այդ թվում նաեւ Վարդան Ղուկասյանի կողմից։ Ղուկասյանը սպառնացել է, դες ասել է Երևանի շներ, հեսա գալու եմ, տեսեք ձեզ ինչ եմ անելու։ Ո՞նց է ձեր արձագանքը։ Եթե հարգելի հերիքսի մեկը հիշեք, Վարդան Ղուկասյանը ոչ միայն այս փուլում է սպառնացել, այլ անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաև իմ երեխայի հետ կապված դեպքը հիշում եք, երբ քրեական ենթամշակույթի մասին օրենքն էի զեկուցում։ Այո, այսինքն այդ սպառնելիքներից սովորենք, բայց ես վստահորեն ասելու եմ, մենք, այսինքն ժողովուրդը, այսինքն իշխանությունը, որտեղ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, թույլ չենք տալու, որպեսզի այդ 99-ից 2012 թվականների այդ կրիմինալը վերադառնա քաղաք։ Դուք ասում եք հիմա ավելի շատ կրիմինալ, ամեն պատի տակ մարդ են սպանություններ են։ Համեմատեք ասում եք իմ ժամանակվա կրիմինալ Գյումրին ձեր ասած ու հիմիկվա տեսեք ինչ է կատարվում։ Ես պարոն Ղուկասյանին եւ բոլոր այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տիրապետում են քրեական գործերի մասով ինչ որ տեղեկությունների, հորդորում եմ գնալ հաղթանակի զբոսայգու հարևանությամբ Գյումրիում գտնվում է Շիրակի մարզի դատախազությունը։
եւ իհարկե հայտնել տվյալներ, որ ինքը Դիկին որպես եթե չեմ սխալվում ցուցակում երկրորդ համարն եք։ Ոչ, վերջից երկրորդը։ Վերջից եկեք։ Ցուցակը եզրափակում է Շիրակի մարզպետը Դավիթ Արուշանյանը, նախավերջինը ես եմ։ Այսինքն կարող ենք ասել այսօրվանից, որ ըստ ցուցակի, ովքեր որ ըստ ցուցակով են, նրանք նաև լինելու են քաղաքապետ, հետո քաղաքապետի տեղականներ, թե ցուցակագրված այդ տեխնացուներից կարող է։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետև ինչպես գիտեք, ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ավագանին իր մեջից իր կազմից ընտրում է մեկ տեխնացուի։ Այո, մենք ասում ենք, որ մեր ցուցակը ղեկավարում է, գլխավորում է այս պարագայում Սարիկ Մինասյանը եւ մեր առաջին համարը, այո, մեր քաղաքապետի տեխնացուն է։ Մնացածի մասով այս պահին որևէ պարզաբանում չտամ, հավանաբար շտաբի պետը, որը Շիրակի մարզպետն է, ինքը կպարզաբանի։ Եթե անցնի ամեն դեպքում Սարիկը Մինասյանը։ Եթե չէ, մենք վստահորեն անցնելու ենք։ Խոսնակի ձեր պաշտոնը կթողնեք, կգնաք Գյումրի։ Տեսեք, ես ցուցակում որպեսի մեզ համար կարևոր է մեր քաղաքացիների քվեն։ Եվ մենք չենք ուզում խաբել եւ օրինակ ես դիցուկ ցուցակում ինչպես դուք նշեցիք լինեի երկրորդ համարը, հետո ասեի վերադառնալու եմ խոսնակի պաշտոնին, հա, կամ խոսնակի գործ եմ շարունակելու անել։ Դրա համար ես ցուցակում նախավերջինն եմ 98-րդը։ Եթե հերթը գա ինձ հասնի որպես ավագանի, իսկ հիշեցնեմ, որ Գյումրու ավագանու կազմը 33 հոգի է։ Տրամաբանորեն այս փուլում ես չեմ կարող լինել ավագանի, նշանակում է, որ այս մեր ներկայությունը այս պահին որպես քաղաքական հանձնառություն է։ Ցուցակում է Շիրակի մարզպետը, ես եմ ցուցակում մեր ազգային ժողովի падգամավորները, նախկին փոխնախարարը, որը կրկին Շիրակի մարզպետ եղել Հովհաննես Հարությունյանը, այսինքն քաղաքական թիմը, այն մարդիկ, որոնք եւ օրենսդիրում եւ գործադիրում աշխատանքային փորձ են ունեցել եւ գիտելիք ունեն տալու, ցուցակում են, ինչու որովհետեւ նույնիսկ մեր նախընտրական ծրագիրը համատեղ թիմային է մշակվել եւ խոսակցություններ կա, որ նույն թիմում այսպես ձևակերպել ովքեր են այդ խոսակցությունները Դրանից ես համանորությունը որ իրար են տալի մամուլ ներկայացուցիչները ներկա են, ես հրապարակային հայտարարում եմ այդ խոսակցությունները սին են եւ դատարկ։ Դուք բոլորով աջակցում եք Մինաս։ Այլ պարագա չի կարող լինել, որովհետեւ մենք այս ընտրություններին վերաբերում ենք որպես քաղաքական ընտրություն։ Նարեկին լսենք հակառակ դեպքում ինձ կեղեքում է։ Լսում եմ հարգելի։ Ինչով եք դուք վստահ որ ձեզ Գյումրեցին ընտրել, որովհետեւ դուք բոլոր ոլորտներում ձախողված եք։ Նկատի ունեմ ձեր քաղաքական ուժը։ Չկա մի ոլորտ, որ դուք այնքան վստահորեն նայում եք աչքերից։ Ես կարծում եմ, որ վստահությունը այն վերաբերմունքն է, որը Գյումրեցին ունի մեր հանդեպ։ Վստահությունը մենք կտեսնենք մարտի 30-ին, այսինքն ընտրությունների կանխորոշում, ենթադրությունների դաշտ չէ, այլ մենք տեսնում ենք այն վերաբերմունքը, որը քաղաքը ունի մեր նկատմամբ, եւ մենք տեսնում ենք այն հսկայածավ աշխատանքը, որը կատարվել է Գյումրիում։ Հիմա Նարեկ, դու մարդ, ով երկար տարիներ ապրել է Գյումրիից։ Հիմա ես քեզ հարց տամ, Գյումրիում փոփոխություն չես նկատում, մթնոլորտի փոփոխություն չկա, Գյումրիում այն ժամանակ է լավ, թե հիմա Վարդան Ղուկասյանի ղեկավարման օրոք է լավ եղել, թե հիմա երբ որ Սարիկ Մինասյանը պաշտոնակատերն է։ Ցանկացած բնակավայրում ապրելն էլ բոլոր ժամանակներում լավ։ Բայց Գյումրիում երբ է լավ եղել շինարարություն, անվտանգություն, քաղաքնոշություն, զբոսաշրջություն, անհերքելի փաստ է։ Վստահ եմ, որ մեր սիրելի լրագրողները մեկ րոպե ժողովրդի փողերով արած աշխատանքին մենք հակառակը չենք ասում։ Մենք ասում ենք, որ այո, որովհետև իշխանությունն է պատկանում ժողովրդին։ Սիրելի Նարեկ, ես սիրելի լրագրողներ, ակնհայտ է, որ Գյումրիում բան փոփոխվել է։ Եթե մեկը հակառակը կպնդի, ես հենց այս Կիրակի բոլորիդ հրավիրում եմ Գյումրի, եկեք քաղաք շրջան։ Ես առաջարկում եմ այս Կիրակի գնալ եւ պատմական միջուկից դուրս գալ, օրինակ գնալ, վստահ եմ գիտեք ինչ է կատարել, հա 58 գնալ, Մանուշյան գնալ։ 58 թաղամասը կառուցումից ի վեր վերջին օրերի ընթացքում նոր լուսավորվել է։ Պատկերացնում եք, լույս կա երեկոյան ժամերին։ 7 տարի բա ինչու չկա։ Որովհետև 7 տարի մենք այնտեղ իշխանություն չէինք եւ հիմա ուզում ենք մի անձնյա իշխանություն ձևավորել, որպեսզի կարողանանք իրականացնել ծրագրերը։ Իսկ սուբսիդիավորման ծրագրով մեծ ծրագրեր են իրականացվել բոլոր։ Գնանք օրինակ Կիրակի օրը Տիկին Բաղդասարյան։ Դուք համեցեք եւ որոշեք եւ մենք ձեզ կառաջարկենք լուծումները, այդ թվում մեր նախընտրական ծրագրում ունենք հստակ լուծումներ, թե ինչպես ենք նաև այդ տնակային ավանները եւ ֆոնտաններում եւ ավտոկայանում վստահ եմ տիրապետում եք, ինչպիսի լուծումներով ենք մարդկանց բնակարանային հարցը լուծելու։ Մյուս գործընկերներին է թույլ տանք հարց տալ։ Ժամանակավոր պաշտոնակատար, ժամանակավոր չէ։ Հա, պաշտոնակատար նշանակեցիք, որ այդ քվեները ստանաք եւ ինչ որ քայլեր անեք, որպեսզի վստահություն ունենա Գյումրիից։ Տեսեք, մենք արել ենք այն, ինչ ենթադրում է օրենքը եւ օրենքով սահմանված է։ Պաշտոնակատարի նշանակումը այս պարագայում վարչապետի կողմից կարող էր արվել առանց
որևէ primary-ի, բայց եթե մենք գնում ենք ժողովրդի մոտ եւ փորձում ենք նույնիսկ ժողովրդի ձայնը լսելով այդ որոշումը կայացնել, անգամ դա լավ չի ընդունվում։ Նույնիսկ primary-ին մենք չունենք ինչ-որ սահմանափակում։ Տեսեք, Սարիկ Մինասյանը, ով քաղաքացիական պայմանագրի անդամ չէր, եկավ մասնակցեց, միգուցե պարոն Մինասյանի մոտ էլ այդ ժամանակ ինչ-որ կասկածներ եղել են, թե կարող է ինչ-որ մի բան այլ ձևով գնա, բայց վառ ապացույց մենք ունենք օրինակ, երբ որ եկել է մասնակցել է primary-ում ստացել է առավելագույն արդյունք, նշանակվել է պաշտոնակատար, ինչու՞մն է խնդիրը։ Ընկերներ, կարելի է մի փոքր առաջ գանք։ Ես թվում է մխրճվում եմ պատի մեջ, ես ինչ շատ ներդաշնակ եմ զգում արժե պատի ներքո, բայց ամեն դեպքում Արտյոմ Թումանյանը թեկնածուներից նախկինում սատարում էր Փաշինյանին, հիմա ընդդիմություն է դարձել, այդ ձեր սարքած ընդդիմությունը, այսինքն արբանյակներից է ձեր սարքել եք այս ընթացքում ընդդիմություն, որ ձայներ վերցնեք։ Եթե Արտյոմ Թումանյանի հետ կապված քաղաքական ուժը ինչ վերապահումներ չունենար, պարոն Թումանյանը նույնպես ընդգրկված կլիներ մեր primary-ում, փակ տեղեկատվություն չեմ ասում, դիմել է, փաստաթղթերը ներկայացրել է, բայց վարչությունը այլ որոշում է կայացել, չեմ տիրապետում այդ պատճառը, որը ընդդիմություն է դարձել, բայց ես ձեզ կխնդրեմ նաև գնաք հետաքրքրվեք, թե պարոն Թումանյանը որ թաղում է ապրում եւ ում հարևանությամբ, իսկ կարող է ընդդիմության կողմից է ներդրված, որ մեր ձայները տանի։ Ես կարծում եմ լրագրողները շատ հեշտ կպարզեն այս հարցը։ Տիկին Բաղդասարյան, տեսեք, դուք ասում եք Վարդան Ղուկասյանը ապօրինի հարստանալու մեջ է մեղադրվում, բայց նա ասում է ապօրինի գույքի գործերով է անցնում։ Բայց նա ասում է ես ժամանակին եղել եմ գլխավոր տավարապետը եւ այո, եւ այդ աշխատանքների միջոցով այն իր հարստությունը։ Ես միայն երջանիկ կլինեի, որ նախորդող 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հպարտ բոլոր տավարապետները քաղաքի կեսին տիրապետ էին։ Տիկին Բաղդասարյան, Ախուրյանցի անոյի հետ կապված ձեր պարզաբանումը կուզենամ նաև լսել, տեսեք շատ շրջանառվեց եւ մամուլում եւ համացանցում, որ Ախուրյանցի անը, որ ժամանակին այսպես հոգեր տալիս Փաշինյանի համար, հանկարծ սկսեց ընդդիմանալ, հետո դա պատճառաբանեց ջերմությամբ, որը մեկնաբանում է, որ ճնշումներ են գործադրվել, մարդը այսպես տաքությունը բարձրացել, այսպես խոսա, ինչ պարզաբանում ունեք դուք։ Անկեղծ ասած տիկնոջ հետ անձամբ ծանոթ չեմ, բայց ես կարծում եմ, որ որևէ քաղաքացու անկախ իր քաղաքական հայացքների չարժի թիրախավորել, անկախ դրանից դա այս փուլում ինքը ում է համակրում, հետո ինչ որ մեկին չի համակրի, հետո կարող է էլի համակրի։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մենք մարդու անձնական դաշտ ենք շատ մտնում եւ պետք չի թիրախավորել ընդհանրապես այդ կնոջ իր քաղաքական հայացքների համար։ Վերջը ձեր տնից ինչքան էին գողերը, ինչ։ Հա, այդ հարցին ասեմ։ Հա, միլիոններ, ես լրատվականներից մեկով կարդացի առանձնակի, չէ, առանձնակի խոշոր չափերի գումար, եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքով, իսկ ես ոչ վաղ անցյալում նաև բանը իրավաբան եմ եղել, առանձնակի խոշոր չափերը դա 5 միլիոնից ավելն է։ Ես լրատվամիջոցին խնդրեցի, որ իրականությանը մոտ թվեր ասեն եւ առանձնակի խոշոր չափերի չէ, հաջորդիվ լրատվամիջոցը հրապարակեց 50 միլիոնի, թե 50, հա, դա ինձ համար նույն չափի տենց շատ մեծ թվեր են։ Կարող է 50 միլիոն 50 հազարը տենց չհիշեմ 2 միլիոն 700 քանի հազար այդ գումարի չափով եղել են ոսկյա զարդեր եւ չեն ձեր փողերը։ Փող չէ, զարդերն է, զարդերը անկանխիկ չի լինում։ Փորձել եմ NFC-ով քարտով պայել մոտս մատանի ականջող չի ստացվել։ Վստահաբար ասում եմ։ Մի քանի կտոր առօրյա այն ինչ որ գրել եմ, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես շատ հասարակ եւ տենց նուրբ զարդեր եմ գրում։ Այո, մի քանի ինչ որ ականջող եւ Նարեկ ջան, ասում եմ ամբողջ ոսկյա զարդերը, այսինքն դա մի քանի մատանի է, ես հասկանում եմ, որ չեք տիրապետում, մատանի, ականջողեր, վզնոց, կախազարդ, այդ թվում կային պարզապես արթուզարդ, որոնք ոսկյա չեն, իմ հարգելի գործընկերները կանայք կհասկանան ինչի մասին է խոսքը, որ իմ համար թանկեր տարել են, իրականում պետք չի կայ։ Հա, մեկ ժամայցույց էլ կար ոսկեգույն, այս երկաթե հատվածը ոսկեգույն են, մտածել էին ոսկուցա տարել էին, բայց այլ բաներ չէին տարել, օրինակ պլանշետ հեռախոս։ Երևանյան տնից են տարել, թե ձեր Այո։ Այդ էս ոնց է ներքին անվտանգությունը այս երկրում ապահովում, Տիկին Բաղդասարյան, որ արդեն իշխանականների տներն են թալանում։ Հրաչ Հակոբյանն եկեք այս վարկածը մենք իրավապահներին առաջարկենք, դիտարկեն, բայց քանի որ հիմա տեսեք, հիմա նախաքննությունը գնում եւ ես առաջարկում եմ, որ չմիջամտենք։ Անվտանգության մասով կարծում եմ միջազգային տարբեր վարկանիշներ
ցուցիչներ կան եւ այդ անվտանգության ցուցիչները առավել քան պարզ են։ Եվ Տիկին Բաղդասարյան, կներեք, մեկ հարցել որպես վարչապետի խոսնակ, Նիկոլ Փաշինյանն ի վերջո ինչ է առաջարկել Ադրբեջանին, որը բավարարում է եւ հայ ժողովրդին եւ ադրբեջանցի ժողովրդին ապաշրջափակման հետ կապված։ Հարգելի Նարեկ Կիրակոսյան, նախորդին հրապարակվել է վարչապետի հերթական հոդվածը Armenpress-ում, խոստանում եմ այս պահին ձեզ տալ հղումը եւ նշել այն առաջարկները, որոնք կան, հրապարակային են, ավելացնել։